Կալիֆորնիայի հանրային դպրոցների 7-ից 12-րդ դասարանների պատմության դասագրքերում հայոց ցեղասպանության մասին նոր էջեր ավելացնելու նահանգային խորհրդարանի որոշումը արդեն գործողության մեջ է դրվում։ Մինչ կտպագրվեն նորացված բովանդակությամբ դասագրքերը, դպրոցները ղեկավարող մարմինները հոգում են, որ նոր թեմաները աշակերտներին մատուցեն իրազեկ ուսուցիչներ։ Գլենդեյլի դպրոցների միացյալ մարմինը երկօրյա դասընթաց էր կազմակերպել անգլերենի եւ պատմության ուսուցիչների, դպրոցների տնօրենների համար նրանց իրազեկելու թեմայի մանրամասներին։ 12 տարի է պատմություն եմ դասավանդում, իմ ուժերով կազմել եմ հայոց ցեղասպանության դասավանդման ծրագիր ամբողջական տեղեկություններով եւ վստահ էի, որ նոր բան հաստատ չեմ սովորի այդ թեմայի վերաբերյալ, բայց այն ամեն ինչ տեսա ու լսեցի այս 2 օրերի ընթացքում ցնցել է ինձ։ Այդ փաստերը անհրաժեշտ է անպայման փոխանցել աշակերտներին, նրանք մեր վաղվա ղեկավարներն են եւ պարտավոր են իմանալ կարեւորագույն փաստերը։ Հայոց ցեղասպանության թեման հանրային դպրոցներում կուսուցանվի ոչ թե իբրև համաշխարհային պատմության, այլ ամերիկյան պատմության մաս։ Շատ ուսուցիչներ քաղաքապարից չունին ապրիլ 24-ը ճիշտ ինչ է, ջենոսայդը ճիշտ ինչ է։ Մինչև այժմ կարծես ամեն ինչ արված էր դպրոցներում թեման լիովին անտեսելու համար։ Հայոց ցեղասպանությունը ներկայացված էր իբրև ընդհանուր տեղեկություն կատարվածի մասին, մեկ պարբերությամբ միայն։ Պարտականությունը մեր վրա դրեցինք, որ մենք պետք է առիթ ստեղծենք մեր ուսուցիչների համար, որ կարողանան ճիշտ ձևով այդ ինֆորմեյշնները ունենան։ Այժմ աշակերտները թեման կուսումնասիրեն ականատեսների, նրանց ժառանգների վիդեովկայությունների, ֆիլմերի, արխիվային նյութերի օգնությամբ։ Բայց այդ ամբողջ տեղեկությունները պետք է յուրացնեն նախ ուսուցիչները։ Լիլիթ Ցեթրակյան, Էդուարդ Պետրոսյան, օրակարգ, Միացյալ Նահանգներ։